Բարև ձեզ, Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ Արդեն մեկնարկել է Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այս անգամ քարոզարշավն իրականացվում է նոր ընտրական օրենսգրքով։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ եւ որքանով է այն ավելի վստահելի դարձրել ընտրության արդյունքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Թեմայի վերաբերյալ զրուցելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովակիմյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Հովակիմյան, ինչ է փոխվել նոր ընտրական օրենսգրքում հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Քաղաքացիների տեսանկյունից ըստ էության կարող եք ասել, որ նախկինում օրինակ ըստ հաշվառման վայրի տեղամասից օրինակ տեղափոխվելը մշտական բնակության վայրի ցուցակի մեջ։ Սա 17 թվականից այս ինստիտուտը կա, բայց ըստ էության ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո քաղաքացիները նաև մեր էլեկտրոնային գործիքակազմերի ավելացում, սա ոչ միայն վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այլ ընդհանուր պետական կառավարման էլեկտրոնային գործիքների հետ է կապված, Erik-Fest համակարգը, ինչպես գիտեք, արդեն 2-3 տարի է որ գործում է, ըստ էության այժմ այլևս կարիք չկա դրանով օրինակ անձնագրային, այնտեղ դիմում ներկայացնել, այսինքն անձը ով ունի էլեկտրոնային ստորագրություն, ինքը կարող է Erik-Fest համակարգով դիմումը ներկայացնել, ասել, որ ես քվեարկության օրը գտնվելու եմ այսինչ հասցեում եւ խնդրի, որպեսզի իրեն իր հաշվառման հասցեից այնտեղի տեղամասի ցուցակից հանեն, տեղափոխեն իր այդ օրը գտնվելու տեղամասի ցուցակը։ Սա քաղաքացիների կյանքը հեշտացնելու տեսանկյունից, բայց զուտ ընտրական գործընթացներում կան փոփոխություններ, որ կարծում եմ քաղաքացիները պետք է դրան ուշադիր լինեն։ Նույն քվեարկության հետ կապված։ Տեսեք, նախկինում, երբ որ 17 թվականին առաջին անգամ այս համակարգը, այսինքն առանձին քվեաթերթիկներով քվեարկության համակարգը ներդրվեց, այդ ժամանակվա կարգավորումներով ըստ էության հնարավոր էր, որ օրինակ քաղաքացին մեկից ավել քվեաթերթիկներ դնի ծրարի մեջ եւ վավեր կհամարվեր այն քվեաթերթիկը, որի վրա, ասենք, ինքնասոսնցող դրոշմանիշը փակցված կլիներ։ Այլ կերպ ասած, դա իհարկե ստացվել է, որ քաղաքացին չի կողմնորոշվել, եթե մեկից ավել քվեաթերթիկ է, թե ում օգտին է քվեարկել, եւ այս դեպքում ուղղակի թե որին այդ պահին, ասենք, կփակցվեր դրոշմանիշը, չէ՞, ոնց որ վիճակագրությամբ էս մի բան էր ստացվելու նման դեպքերում։ Վերջին փոփոխություններով ըստ էության այս համակարգը այլևս հստակեցվեց։ Մեկ քվեաթերթիկ եւ վերջ։ Այսինքն եթե մեկ քվեաթերթիկից ավել այլ քվեաթերթիկ կա կամ այլ իր կա, այդ ծրարը այլևս ծրարը իր պարունակությունը անվավեր է։ Դեպք այսինքն քաղաքացին պետք է հստակ գնա տեղամասում գրանցվելուց հետո վերցնի բոլոր քաղաքական ուժերի քվեաթերթիկներից մեկական օրինակ եւ մեկ ծրար մտնի քվեախոց։ Այդ բոլորից ներկայիս ասենք թվաբանությամբ 19-ն են, ասենք 19-ից մեկին որևէ կուսակցության անգամ դաշինքը որին ցանկանում է այդ մեկ քվեաթերթիկը դնի ծրարի մեջ, մնացածը հենց քվեախոցում արկա այդպես գրպանիկ կա, որը որ ավելորդ քվեաթերթիկներ, այդ մնացած քվեաթերթիկները լցնի այդտեղ, դուրս գա մոտենա արդեն քվեատուփի մոտ նստած ընտրական հանձնաժողովի անդամին, ներկայացնի իր կտրոնը, այն որ գրանցվելուց սարքը տվել է, ներկայացնում է այդ կտրոնը, դրանից հետո ծրարը ուղղակի դնում է քվեատուփի վրա եւ ընտրական հանձնաժողովի այդ քվեատուփի համար պատասխանատու անդամ առանց ծրարը ձեռքից վերցնելու ինքը ուղղակի վերցնում է կտրոնը, ստուգում է անձնագիրը, այսինքն համապատասխանությունը եւ դրոշմանիշն ծրարի վրային կտրվածքը որ կա, այդ հատվածում փակցում է եւ դրանից հետո ինքը ծրարը գցում է քվեատուփը գնում է։ Նախ, այսինքն սա շատ կարեւոր է, որովհետեւ ով գիտի օրինակ, որ նախկինում ինքը կարող է չգիտեմ մի քանի քվեաթերթիկներ ոչինչ, այսպես չէ, այլևս այդպես չի, որովհետեւ նման քվեարկությունը անվավեր է դառնալ, այսինքն քվեաթերթիկը դառնալու անվավեր։
Շատ լավ, հասարակության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար ինչ փոփոխություններ կան այս նոր օրենսգրքում։ Ըստ էության, տեսեք, եթե նայենք ամբողջ այս ուղիղ հեռարձակումը, էլեկտրոնային գործիքները, պահպանել է այն հանգամանքը, որ օրինակ ընտրողների ցուցակները հրապարակվում են, այսինքն ամբողջությամբ, այդ թվում ներբեռնելու նախությամբ աշխարհում դուք, չգիտեմ, երկրորդ նման երկիր կա, որտեղ որ օրինակ ընտրողների ցուցակները ներբել բավական չի, որ հրապարակվում է, մի հատ էլ ասենք ցանկացած ոք կարող է այդ ցուցակները ներբեռնել, ուսումնասիրել եւ այլն։ Կրկնակվյարկությունները բացառվում։ Կրկնակվյարկություն բացառվում։ Իսկական մեզանում մեր համակարգը ես միշտ այս վերջի շրջանում, որ անդադ փորձում եմ, ասենք, տարբեր երկրների հետ համեմատեմ մեր ընտրական համակարգը, մեր ընտրական համակարգը բոլոր գործընթացներում վերահսկողության մի քանի գործիք ունի։ Այսինքն ցանկացած խնդիր, որ օրինակ չգիտեմ, մեղադրանք կարող է հնչել, ոչ թե մեկ, այլ մի քանի վերահսկողության գործիք կա, որոնք որ հնարավորություն է տալիս ցանկացած կասկած կամ հարատել կամ հաստատել, այսինքն այստեղ չկա էլի, որ այս բանը չեն կարող օրինակ բարձել։ Մեր ընտրողների ցուցակը շատ հստակ է եւ ցանկացած ընտրող ընդամենը ինքը մեկ տեղամասի ցուցակի մեջ է։ Այսինքն եթե ինքը մոտենա ոչ իր տեղամաս, իրեն զգուշացնելու են, դու այստեղի ընտրող չես։ Ավելին, իրեն ասելու են, թե դու որտեղի ունակ ընտրող ես։ Եթե հանկարծ փորձի կրկնակի անգամ քվեարկի, միանգամից այնտեղ այդ սա չգիտեմ, սարքերը այդ մենակ ինքը այնպես, այսպես ասենք, հեն ոստիկանության այդ ձայնը որ կա շչակները, այդպես ձայնը արձակում ու միանգամից կանչում է ոստիկանություն, այսինքն ուրա ոստիկանը, մոտեցի ոստիկան, այսինքն մոտավորապես այդ ձայնը արձակում եւ ընտրական օրենսգրքով այդ բան պիտի ոստիկանը ներս կանչեն, որ տեղամասում ծառայություն իրականացնող եւ արդեն անձը պիտի ոստիկանի ուղեկցությամբ գնա եւ պատասխան տա թե ինչու է ցանկանում կրկնակի քվեարկել, ասենք տեղամասում ասում են ինչ որ բան եղավ։ Մեր համակարգը ըստ էության ամբողջությամբ բավական չէ, մենք մոնիտորինգ ենք անում, այսինքն ամբողջ քվեարկությամբ նախորդողն ենք մոնիտորինգ անում, այսինքն կահավորում ունենք տեղամասերի ոնց է։ Հետո հաջորդ օրը ամբողջ process, երբ որ ասում են ինչ որ բան կա, չէ՞, եթե նույնիսկ մենք դա չենք նկարի, ասենք հասկանալի չէ մարդկային, որովհետև ամեն մոնիտոր մոտավորապես մի 50-ի կարգի տեղամաս on-line դիտարկում է եւ խնդրի դեպքում նոր միանգամից կենտրոնանում ենք։ Եթե այդ բանը նկատառել չունենք, շատ հեշտ հետ են գնում եւ մանրակրկիտ նայում ենք ինչ ա եղել։ Այսինքն արդյոք իրական խնդիր այնտեղ ինչ որ մեկ ինչ որ բան փորձել անել, օրինակ, չգիտեմ, կամ ինչ որ վեճ է ինչ որ ծագել, օրինակ ով ինչ շարժում արեց, ինչպես, որտեվ ձայնը չկա, բայց մենք առարկայական, այսպես վարկյաններով կարողանում ենք բարձր ինչ ա եղել։ Ավելին, այս հնարավորությունը տրված է նաև քաղաքական ուժերի մասնակիցները այդ հնարավորությունը ունենալու են, այսինքն իրենց տրվելու է հատուկ օգտաշիր, եթե իրենք ցանկանան, իրենք կարող են 1750 քանի տեղամաս, այսինքն 300 պլյուս տեղամասերը, բոլոր այն տեղամասերը, որոնք 300 եւ ավել ընտրող ունեն, բոլոր տեղամասերում ուղիղ հեռարձակումը ապավելու արդեն այս վերջի ոնց որ տեղամասերի թվերը 1750-ի կարգին նման տեղամասեր, այսինքն այդ 1750 տեղամասերից իրենք կարողանալու են բոլորը միաժամանակ դիտել։ Ուզում են մեկ տեղամասը, ասած այդ մի տեղամասը դիտել, ոնց կցան, ուզում են հետ գնա, նայել թե ասենք ինչ ա եղել, օրինակ, չգիտեմ, որևէ վստահված անձ ինչ որ բան ա արձանագրել, իրեն կարող են հետ տալ, նայել թե ասենք օրինակ վստահված անձի արձանքը իրական է թե ոչ։ Նկատի ունեմ այդպես որ ուղղակի ասել անցնել, այլևս մեր համակարգը այնպեսի վերահսկողության գործ այնքան շատ է, որ էլ հնարավորություն չի տալիս ուղղակի այսպես ասել թե կամ կեղծված են կամ ինչ որ բան ա եղել, չէ, այլև ասենք ասում են բացականների։ Իսկ որքանով են ԿՀ լիազորությունները ավելացել որպես, այսինքն ընտրակաշառքներ, ընտրախախտումներ վերահսկող մարմին։ Տեսեք, ընտրախախտումները վերահսկող մարմին ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիարժեք բոլոր լիազորություն, բայց երբ որ խոսում ենք օրինակ ընտրակաշառքի մասին, սա արդեն քրեորեն պատժելի արարք է։ Այսինքն այս ընտրակաշառքը ինքը
իրավապահների տիրույթում է, որտեղ ընտրակաշառքը բացահայտելու համար օպերատիվ հետախուզական գործողություններ պիտի արվեն, չէ՞, հասկանում եք, հետո նախաքննություն պիտի արվի, այս ամեն ինչը այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողով որպես վերահսկողություն իրականացնող շահառուն է, բայց պարտականությունը, որ դա պիտի թույլ չտան իրավապահներին, հետևյալ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեին։ Եթե ահազանգը ԿՀՀ-ին է ուղղված, որ մենք անմիջապես փոխանցում ենք իրավապահներին։ Մենք անմիջապես Եվ դիտորդական կազմակերպությունները բավականին դժգոհում էին այս փոփոխություններից, նշելով, որ դիտորդների նկատմամբ ինչ-որ պարտավորություններ են փոփոխվել, շատ ավելի վատն են, ինչ փոփոխություններ են իրականության մեջ մենք պիտի ասում ավելի այսպես ասում ազնիվ եւ մեր ընտրական համակարգի զարգացում է վերջի օրինակ ասենք չգիտեմ 25 տարիները վերցնենք 20-25 ինքը այնպես էր որ անընդհատ միշտ դիտորդական կազմակերպությունները հայտնում էին այսպես ճշմարտ ներքո կամ այսինքն ամբողջ օրենսդրության տրամաբանություն այն էր որ դիտորդները լինեն հնարավորինս պաշտպանված այսինքն հնարավոր չլինի օրինակ դիտորդական առաքելության գրանցումը ուժը կորցրած ճանաչել կամ դիտորդի գրանցումը ուժը կորցրած ճանաչել որովհետև մեր այսպես զարգացման փուլերում միշտ եղել էր իրավիճակներ որ օրինակ որևէ քաղաքական ուժ կլինի իշխող կամ մադիր դիտորդն հանդարտ խնդիր ունեցել դիտորդների հետ դիտորդներին տեղամասից հեռացնելու չէ ինչ որ աչքից հեռու ինչ որ բաներ անելու ու այս մեր օրենսդրությունը այս տրամաբանությամբ զարգացել էր մեր օրենսդրությունը բայց վերջի 2 տարիներին մենք ունեցանք դեպքեր երբ որ դիտորդական առաքելություն գրանցումը դիտորդական առաքելություն եւ բաց քաղաքական գործունեությունը ծավալում ընտրական օրենսգիրքը հստակ ասում է որ դիտորդը գրանցվելու դիտորդական առաքելություն գրանցվելուց հետո պիտի պահպանի քաղաքական չեզոքություն որովհետև ինքը դիտորդական առաքելությունը դա այսպես ասեմ դա ոչ թե ընտրությունների տեղամասում լինելու գործիք է դա ինքը հանրային վերահսկողության միջոց է որպեսզի հանրությունը նաև ունենալով անկողմնակալ դիտորդների դիտարկումները ունենա այլընտրանքային կարծիք ընտրությունների ընթացքի վերաբերյալ որովհետև մի կողմ կա մասնակից քաղաքական ուժը մյուս կողմ պետությունը կազմակերպող պետությունը իր տարբեր մարմիններով Եվ այս երկու կողմերից զատ որ ցանկալի որնի հանրային վերահսկողություն իրականացում, բայց եթե այդ հանրային վերահսկողության գործիքը օգտագործվում է կրկին քաղաքական քարոզչության նպատակով, կլինի հակաքարոզ թե քարոզչություն, իրականում սա է։ Ասում են այս փոփոխությունները հենց կոնկրետ դիտորդական մի քանի կազմակերպության դեմ էին։ Տեսեք, ես կասեմ, որ դիտորդական կազմակերպություն, որը որ օրինակ ընդհանրապես արից մի քանի ամիս առաջ դիտորդ նույն այդ կազմակերպությունը ամենայն հարգանքով այսօր ինքը կուսակցություն թե չգիտեմ բայց արդեն լիարժեք բաց քաղաքական գործունեություն է ծավալում ես ողջունում եմ դա որովհետև երբ որ իրենց հետ եղել է քննարկում հեսնում կենտրոնական ընտրական հանձնաժողովում ես այդ հարցն եմ բարձրացրել ասել եմ բացատրեք դուք բոլորդ քաղաքական գործիչներ եք քաղաքական գործունեություն եք ծավալում ձեր ամբողջ խոսույթը քաղաքական է Դուք կոնկրետ ձեր հայացքները ունեք, բայց դուք հանդես եք գալիս որպես դիտորդ։ Բացատրեք ինչու դուք կամ որևէ քաղաքական ուժի, չգիտեմ, կազմում չեք կամ ինքներդ քաղաքական ուժ չեք։ Իսկ եթե դուք քաղաքական գործունեություն եք ծավալում, քաղաքական գործունեություն ծավալելու միակ տարբերակը դա կուսակցությունն է։ Բայց ասում են մենք օրինակ Էջմիածնի ընտրություններում, Գյումրու ընտրություններում ունենք փորձառություն որպես դիտորդական առաքելություն եւ դա շատ պատշաճ կատարել ենք, իսկ հիմա փոփոխություն են անում ու չլինենք։ Սենց ասեմ, օրինակ Վարշապատի ընտրություններում մենք ունեցել ենք 10 ժամանոց նիստ, որ ընթացքում այն խնդիրները, որ եղել է հենց իրենց հետ, իրենց դիտորդների կողմից քննարկվել է եւ մենք երկուստեք եկել ենք այն համաձայնության որ նրանք ովքեր որ քարոզչությունն են ծավալում իրենք էլ ասել են որ մեկ էլ ընդունում որ չկարող դիտորդ քարոզչություն ծավալել ու իրենք էլ պարտավոր են որ այն որ քարոզչություն է ծավալ տեղամասեր չի գնա այսինքն չի գնա տեղամասում դիտորդության կմնա իրենց առաքելության հիմնական գրասենյակում եւ տեղամասեր գնան բացառապես այն դիտորդները ովքեր որ քարոզչություն չեն ծավալել Ուրեմն ասեմ, այս երկար process-ները եւ ես ուրախ եմ, որ այդ
կազմակերպությունները, ովքեր որ ունեն քաղաքական հավակնություններ, ոչ թե դիտորդական, այսպես ասենք, կազմակերպության ներքո են գալիս հավակնություն, այլ բացահայտ իրենց դրսևորեք բոլորը ձեր քաղաքական հավակնությունը։ Ի վերջո մեզանում պիտի, այսպես ասենք, եթե ուզում եք ժողովրդավարությունը զարգանա, մենք պիտի ունենանք զարգացած կուսակցություն իրենց գաղափարախոսություններով։ Հասկանաք, սա շատ կարևոր է, անդադ, երբ որ որովհետև անդադ մեր հանրային կյանքում վերջի անդադ այդ բացասական կուսակցությունների գործունեությունը, քաղաքական գործունեությունը անդադ բացասական երանգով մատուցում, հասկանում եք, սա այս կոնսուլտը բացասական ներկայացնել ուղղակի հակասում է ժողովրդավարություն, որովհետև չկա ժողովրդավարություն առանց զարգացած կուսակցությունների։ Այդ բացասական խոսույթներից մեկը քաղաքացիներին շատ հետաքրքրում է, պարոն Հովհաննիսյան, տեսեք, ասում են մենք ընտրել ենք մի քանի քաղաքական ուժի, որոնք անցել են խորհրդարան եւ խորհրդարան չանցած քաղաքական ուժերին ձայն տված ձայները, որոնք քաղաքացիները գնում տալիս են, հետագայում բաժանվում ու բաշխվում են այդ դրանց մյուս կուսակցությունների միջև ու դա ընտրություններին չգնալու հիմնական պատճառն է քաղաքացիների։ Չի կարող, որովհետև եթե դու ունես քո նախընտրած քաղաքական ուժը, չէ, դու հավատում ես, որ ինքը օրինակ հաջողություն է գրանցել, այսինքն դու մի քիչ ես այդտեղ տրամաբանություն չեմ տեսնում, որ դու ունես քո նախընտրած քաղաքական ուժը, բայց գիտես, որ ինքը միանգամից բան է, այսինքն դատապարտված է եւ այլն, չի լինում այդպես։ Հասկանում եք, բոլորը ովքեր որ ունեն իրենց նախընտրած քաղաքական ուժը, չէ՞, ինքը ըստ էության հավատում են իր հաջողությանը։ Տեսեք, մենք մի քանի հարցումներ ենք անում։ Ես չեմ պատկերացնում մարդու, որը որ ի սկզբանե իր, այսպես ասենք, այն ինչին ինքը հավատում է, ընդունում է, որ դա, ասենք, հաջողություն չունի, իր հավատը հաջողություն չունենա։ Փողոցային հարցումներն այսպես են պատասխանում մեր քաղաքացիներից շատերը, կամ այս շատ հետաքրքիր ձևակերպումներ, ասում են մենք հավատում ենք, որ կհաղթի X քաղաքական ուժը, ես գնում եմ իրեն քվե եմ տալիս, հետագայում այդ ուժը խորհրդարան չի անցնում, բայց իմ տված քվեն գնում է այն ուժերին, որոնց ես չեմ ընտրել եւ իրենք խորհրդարանում են, որոնց ես ատում եմ։ Իրենք խորհրդարանում են եւ իմ տված այդ քվեն բաշխվում է նաև իրենց, այդպես չի, խնդրում բացատրել ինչպես է ստացվում։ Ընտրական օրենսգիրքը ինչ է ասում, ասում է, որ նախ սկզբից սահմանում է անցողիկ այսինքն ում որ քաղաքական ուժերի միջև պետք է բաշխվեն մանդատները 4, 8 եւ 10 4, 8, 10, այսինքն 4-ը կուսակցությունների դեպքում 8-ը մինչև 3 կուսակցությունից բաղկացած դաշինքների դեպքում եւ 4-ով ավել կուսակցություն բաղկացածների դեպքում էլ 10%։ Երբ որ այս եւ ոնց է հաշվարկում, ասում է վավեր քվեաթերթիկներ, այսինքն վավեր քվեաթերթիկներ կուսակցությունների կողմ անճշտությունների թիվ, այս երկուսի հանրագումարի 4-8% հաղթահարածները անցնում։ Սա շատ կարևոր, օրինակ անվավեր քվեաթերթիկները տոկոս հաշվարկելուց, այսինքն անցողիկ շեմը հաշվարկելուց չեն հաշվարկվում մեր ընտրական օրենսգիրքով։ Հաջորդ փուլում արդեն ասում է, որ շեմը հաղթահարած կուսակցություններին տրվում է մանդատներ ու սահմանում է մանդատների բաշխումը։ Մանդատների բաշխումը, ասեմ, շատ պարզ ինքը բաշխում տվյալ դեպքում 101 պատգամավորից սահմանությամբ ասում է խորհրդարանը պետք է բաղկացնել առնվազն 101 պատգամավոր, չէ՞։ Այսինքն սկզբից գումարվում են շեմերը հաղթահարած կուսակցությունների ձայները, այսինքն ենթադրենք, ասենք 4-ն, 5-ն հաղթահարել, ես 4-ի կամ 5-ի ձայները անում է X միավոր։ Հետո մանդատների թիվը բազմապատկվում է տվյալ կուսակցության կամ դաշինքի անհատական իր ստացած կողմ ձայներով, այդ հանրագումարը բաժանվում է այն ընդհանուր մանդատների բաշխմանը մասնակցող կուսակցությունների ընդհանուր կողմ ձայների վրա։ Ամբողջ թիվը դա առաջին մանդատն է, որը տրվում է տվյալ քաղաքական ուժին, մնացորդը մնում է, որովհետև կարող է, ասենք, բաշխման արդյունքում, օրինակ, կարող է, ասենք, այնպես ստացվում, որ օրինակ 1 կամ 2 մանդատ, չէ, չի, այսպես, ոնց որ ամբողջները գումարելուց հետո, ասենք 101-ից 1 կամ 2 մանդատ օրինակ մնա։ Այդ դեպքում արդեն մնացորդի մեծությամբ է այս մնացածը բաշխվում։ Սա այսինքն այստեղ չկա, այստեղ որ քաղաքական ուժի օգտին մարդիկ քվարկում են, այդ քաղաքական ուժները ստանում են իրենց քվեն։ Այստեղ
նույն կարող եմ ասել օրինակ կարող են լինել նոր ձևավորած քաղաքական ուժեր օրինակ, որոնք որ ասենք եթե դենք այդ ընտրություն առաջին անգամ, եթե իրենք 2%-ից ավել քվե ստանան, նախ իրենք ընտրագրավը վերադառնան։ Երկրորդ իրենք ստանում են բյուջեից ֆինանսավորում, այսինքն արդեն բյուջետային ֆինանսավորում են ստանում, որը իրենց հնարավորություն է տալիս նաև իրենց հետագա գործունեությունը արդեն ավելի այսպես արդյունավետ, ավելի հաստատուն կազմակերպել, որովհետև առնվազն իրենք ունենալու են որոշակի ամեն տարի ունենալու են որոշակի գումար, որը որ իրենք կարող են իրենց գործունեության իրենց գաղափարները տարածելու նպատակով օգտագործել, այսինքն այդ գումարը կարող են գրասենյակ վարձել, չգիտեմ, քարոզություն իրականացնել եւ այլ եւ այլ։ Իսկապես ես ասել, որ այ կորումը չի լինում այդպես։ Չի ոչ մի չի կորում։ Եվ չի բաժանվում ուրիշին։ Իհարկե չի բաժանվում ուրիշին։ Այստեղ այլ հարց է, որ միշտ ցանկացած ընտրող ցանկանում է, որ այսպես ասենք, հաղթի իր ընտրածը, որովհետև որևէ մեկը համար շատ տհաճ է կամ ցանկալի չէ, որ այն քաղաքական ուժը, ընդհանրապես կյանքում էլ այն ինչ որ դու հավատում ես, այ երբ որ դա չէ, այ իրականում չեմ ուզում ասել դա պարտություն չէ, բայց միշտ երբ որ դու ցանկանում ես որ քո ցանկությամբ լինի ինչ-որ բան, երբ որ քո ցանկությամբ չի լինում, դա ոչ մեկին հաճելի չի։ Բնական 7-ին ընտրության գնացող մեր քաղաքացիներին ինչ խնդրանք, հորդոր դիտարկում։ Ես իմ հորդորը հարգելի քաղաքացիներ, ձեր քվեն որոշիչ, գնացեք քվարկեք։ Ձեր քվեն է որոշիչ։ Նույնիսկ մեկ ձայնի ճշգրտությունը մենք ապահովել ենք ու մեկ ձայն էլ կարող է նշանակություն ունենալ։ Դրա համար մենք վաղաշաբաթի ընտրություններում ըստ էության նման իրավիճակ ունեցանք, երբ որ քաղաքական ուժերից մեկի անցնել չանցնելու այսպես շեմը չհաղթարեց եւ պակասում էր ընդամենը 16 ձայն։ Մենք Հայաստան հետ գնացեք Հայաստան։ 16 ձայն, հասկանում եք, այդ քաղաքական ուժի ձայները եթե 16 ձայնով ավել լինեին, ինքը 4%-ը հաղթարում էր։ Բայց քաղաքական ուժը չբողոքարկեց, որովհետեւ իրենք էլ երբ որ ընդհանուր դիտարկեցին, հասկացան, որ ձայները գեր ճշգրիտ հաշվարկված։ Սա եմ ասում, սա քվարկեք, գնացեք մասնակցեք։ Քանի որ ընտրական օրենսգիրքը շատ հապճեպ ընդունվեց վերջինը, կխնդրեի նաև այդ նկատի ունեք այս վերջի փոփոխություններ, բավականին հապճեպ։ Ապրիլին իրականացա ապրիլի 7-ի փոփոխության մասին եք ասում։ Ինչ դիտարկումներ դուք ունեք եւ ինչ խնդիրներ կան այս օրենսգրքում, ինչ փոփոխություններ ինքներդ կառաջարկեք։ Ես կարող եմ անկեղծ ասել, որ այս ընթացքում արդեն նույնպես առաջադրման փուլում մենք մի քանի խնդիրներ նկատել ենք, բայց մի չեմ բարձրացել դրա մասին, որովհետև դա նաև ես չեմ ուզում նաև քաղաքական ուժերին կամ մարդկանց հնարավորություն տալ, որ այդ բացերից օգտվեն, բայց գույքագրում եք։ Օրինակ քարոզարշավի ժամանակ սովորաբար միշտ այժմտրություններից հետո այսպես խնդիրների հավաքագրում ա լինում։ Օրինակ նախորդը սկսել էին 22 թվականի աշնանը սեպտեմբերին, երբ որ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժեր, այնտեղ քաղաքացիական ներկայացուցիչներ, իհարկե այդ ժամանակ շատ վատ էր, որ խորհրդարանական ուժերից միայն իշխող ֆրակցիայի ներկայացուցիչներ մասնակցում, ընդդիմությունը չէր մասնակցում, հետո վերջում արդեն երբ որ փաթեթը գնաց խորհրդարան, ներկայացավ խորհրդարան, արդեն մադիր խմբակցություն ներկայացնող մեր գործընկերները ներգրավեցին, որ կարող եմ ասել, որ շատ արդյունավետ էր։ Իրենց ներգրավումը շատ արդյունավետ էր, որովհետև իրենց օրինակ քննադատական հայացքը ոնց որ իրանք էին նայում, չէ, ասենք այդ առաջարկող փոփոխություններին, դա շատ կարևոր էր։ Ավելին ասեմ, որ որոշ դեպքերում երբ որ բաներ կային, որ մեր համար շատ ցանկել է, որ իրենք ասեին դա, որովհետև երբ որ օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր, ոնց որ դա բարձրաձայնում, մի քիչ ինքը այդքան էլ կարող են կալելի չնե, որտեղ վերաբերում են կուսակցությունների, քաղաքական ուժերի իրավունքներին եւ այլ։ Սա ասում եմ, որ արձանագրելու համար, օրինակ 24 թվականին այդ մեծ փաթեթը որ ընդունվեց, այդ աշխատանքներին կոնկրետ կարող եմ ասել, պարոն Մինասյան, Արծվիկ Մինասյան,
շատ արդյունավետ մասնակցություն ունեցել, վերջում նույնիսկ կատակում էին, որ այնտեղ որ արդեն ըստ էության իրենց առաջարկների 90% ընդունվել էր։ Այդ կարող եմ պատմել, ես այդ քննարկմանը ներկա, որպես ասենք իրավագրար, այսպես քննարկում ենք եւ այլ, վերջը բան արդեն ցած վերջնական այդ առաջարկները ամեն ինչ եկավ ման եւ այսօրապես հիշում եմ այդ երկխոսությունը, երբ որ Վլադիմիր Վարդանյանն ու Պարոն Մինասյանը ասենց խոսում են, ասում Պարոն Մինասյան, մի վերջ այսքանից հետո կողմ քվարկել գետ, ասում չէ։ Ասում դա իրենք խնդիրներ շատ էին տեսնում ու ընդունվելուց առաջ եւ հետո նորից շարունակում են բարձրաձայնել։ Այնտեղ երկու առաջարկ կարծեմ, երկու առաջարկ ման չէր ընդունվել, իրենց առաջարկներից երկուս ասեց այս երկուսն էլ եթե ընդունեք կմտածեն։ Ասես կարևոր է որ այս տեսնում եմ այս երկխոսությունը, այսինքն հասկանում եք որ նստած առարկական քննարկում էին, որովհետեւ շատ կարևոր էր դա։ Հիմա այս ընտրություններից հետո մենք դեպքում մեղադրական սլակներն ուղղվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ձեզ։ Տեսեք, միշտ այդպես է, որովհետեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների օրինականության համար վերահսկողության համար պատասխանատու մարմին է։ Նույնիսկ եթե որևէ գերատեսչություն օրինակ Թերանա, չէ, որովհետեւ ընտրական process-ում թիմերը հսկական անելիք ունեն, միգրացիայի քաղաքացիական ծառայությունը, ոստիկանությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, դատարանները եւ հասկանում, բայց միևնույնն է, ես այսօր ասում եմ, այսօր մենք անդադ դիմումներ ենք ստանում քաղաքացիներից, որ մեզ այս մեր քան որ ընտրությունները այս հաշվառման վայրում չենք լինելու, չէ, անենք տեղափոխեք, այս քվարկելու ենք, այս ինչ վայրում, մենք անդադ արդեն կրկնում ենք, որ հարգելին էս դա պիտի ոչ թե դիմեք միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն կամ այլ կերպ ասած անձնագրայիններ, ասենց ավելի པարզ որ չբարձրացնենք, որտեղ կարող է պաշտոնական անվանումը չուրիշի տեղ։ Անձնագրայիններ գնացեք անձնագրային կամ եթե գոնե ունեք էլեկտրոնային ստորագրություն, դիրեք ֆեստով ներկայացրեք իրենց ոչ թե ԿՂ-ին, որտեղ ԿՂ-ն չի կարող այդ խնդիրը լուծել։ Հասկանում եք, մեկը դիմում են։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրներ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մենք քննարկում էինք ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղաքացիների վրա եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ երաշխավորում է արդար եւ թափանցիկ ընտրությունները։ Երկիր մեդիայի եթերում իրավաբանական կլինիկաներ, մնացեք մեզ հետ։